Հարգելի ստատիտողներ, այսօր Եվրոմեդիայի տաղավարում հյուրընկալել ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանին, շնորհակալ եմ Տիկին Ղազարյան հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Ղազարյան, եք ողջ նախընտրական, հա, մի փոքր հետ գնանք քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ ժողովուրդը ինձ այս ընտրությունների միջոցով եւս մեկ անգամ մանդատ է տվել քրեա օլիգարխիան ապամոնտաժելու համար։ Եվ ասում էր, այդ տեսեք ձեզ գետնին եմ արկածնելու, ասֆալտին եմ պարկածնելու, տեսեք ինչ եմ անելու։ Հիմա ընտրությունից հետո այդ փուլը կարծես սկսվել է, հա, բայց ինչ են ասում, հանրության մի զանգվածը, ընդդիմադիր շրջանակները ասում են, որ սա ոչ թե իրավական գործընթաց է, ոչ թե Նիկոլ Փաշինյանը արդարադատություն է հաստատում, ինչպես ինքն էր խոստվել, այլ ընտրովի արդարադատություն է եւ միայն ընդդիմադիր, այսպես ձայնը լրացնելու, ընդդիմությանը այսպես կոտրելու փորձեր են արվում, քանի որ նախ այս ամենը նույն Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործը 19-ին է, հա, հարուցած վարույթը, ընտրությունից 2 օր հետո, բայց այս գործընթացը սկսեց ու այսպես շարքը, ասում են, շարունակվում է եւ քաղաքական հետապնդում։ Նախ պետք է արձանագրենք, որ այո, ողջ քարոզարշավի ընթացքում, երբ որ վարչապետը հանդիպում էր քաղաքացիներին եւ քաղաքական թիմը ընդհանուր առմամբ հնչում էր այդ տեսակետը, որ Հայաստանում 18 թվականից հետո խոստացված արդարությունն ու արդարադատությունը տեղ չի գտել։ Այսինքն մարդիկ իրապես դժգոհ են, ձգձգվող դատական գործերից դժգոհ են, որ թալանվածը չի վերադարձվում եւ իրականում կարող ենք ասել, որ կա անմեղության կանխավար կա դատավճիռների քանի չկա, չպետք է այս մասին այսպես կտրուկ խոսենք, բայց գիտեք ամենամեծ խնդիրն է, որ մենք չենք արձանագրում, որ մենք այս հասարակությունում ենք ապրել եւ մենք չենք կարող ձևացնել, որ մենք չենք նկատել վեր խոյացող առանձնատները, վեր խոյացող դարպասները տների շուրջ, մենք չենք կարող ձևացնել անընդհատ, որ չենք նկատում, որ մշտապես պետական աշխատանք ունեցող մարդիկ ուղղակի միլիարդներ են դիզել։ Եվ այն զգացումը, որը մարդկանց ուղեկցում է, կարող է շատ պարզ պատճառով վերածվի ցասումի, եթե չգործի իրավապահ համակարգը։ Եվ մենք միանշանակ դա չենք ուզում, որ տեղի ունենա։ Իրավապահ համակարգն էլ անկախ ամեն ինչից չպետք է գործի քաղաքական գործընթացներին կամ ընտրական ցիկլերին զուգահեռ։ Իրավապահ համակարգ իր գործն անում է եւ ես զարմանում եմ, որ մենք հիմա խոսում ենք այս բան, օրինակ Գագիկ Ծառուկյանին, այսպես նոր քրեական գործերի մասին, որովհետեւ ես լինելով նախորդ գումարման պատգամավոր շատ լավ հիշում եմ, ինչպես Գագիկ Ծառուկյանին որպես պատգամավոր զրկեցինք անձեռնմխելիությունից, թույլ տվեցինք քրեական գործի շարունակականությունը, թույլ տվեցինք նաեւ որպեսզի իրենց արդարացման վճիռ բոլոր գործերով լինի արդարացման վճիռ, այնտեղ կար տնտեսական մաս, որի համար գործում էր կալանքի այլ տարբերակ ինչ ընդունել էր, բայց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տարբեր գործեր, տարբեր ընթացքներում եղել են եւ դրանք քաղաքական ենթատեքստ չեն ունեցել։ Այս մարդիկ զբաղվում են քաղաքականությամբ պաշտպանելու սեփական բիզնեսը, որոշ մարդիկ էլ ինչ որ պահի հիշում են, որ իրենք քաղաքական անցյալ ունեցել եւ որ իրենց նկատմամբ գործեր են հարուցում եւ դա այսպես միջազգայիններին քաղաքական հետապնդման սոլսի տակ փորձում են ներկայացնել։ Բայց մենք պետք է արձանագրենք, որ այս մարդիկ նախ մի ստվար զգանգված քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացրածները ձերբակալվել են, որովհետև կաշառք են բաժանել եւ իրենց բռնել են հենց այդ պահին, այսինքն ձայնագրությունները եւ օպերատիվ աշխատանքներում ապացուցվել է, որ դրանք կեղծ մոնտաժված են։ Չէ, ես չեմ լսել, որ կեղծ մոնտաժված են ասում, մի մասը ասում են, հա դեստեղ ինչ խոստում կա, ինչ խնդիր կա, մի մասը ասում են, հա դե կգնա դատարաններում գործերը կբացահայտվեն եւ այլն։ Չէ, ես համանդրական դատարանին հետեւել եմ, այնպես չէ, որ իրենք ասում են, որ իրենք իրենց հետ փոխկապակցված անձինք չեն։ Ուզում հիշեցնել, որ նաեւ ուժեղ Հայաստան ուրեմն կուսակցության եւ ապագա հնարավոր պատգամավոր դարձածներից մի քանիսը պարզապես թռած էին մի որոշ ժամանակ եւ իրենց փնտրում էին, հետախուզման մեջ էին գտնվում։ Եվ ես չեմ կարծում, որ անմեղ մարդիկ վախեցած կլինեին իրավապահ համակարգից։ Այս ամեն ինչը ներկայացնել քաղաքական սոուսի տակ հնարավոր է մի այս սոուսը կարող է վաճառել մարդկանց, ովքեր բացառապես ապաքաղաքական եւ երբեւե քաղաքական գործընթացներին չեն հետեւել, բայց այն մարդիկ, ովքեր հետեւում են քաղաքական գործընթացներին, ունեն ինչ որ չափով ինստիտուցիոնալ հիշողություն, որ ասեն Գագիկ Ծառուկյանը ենթարկում է քաղաքական հետապնդման, դա այս լուրջ նախադասություն կարա։ Տիկին Ղազարյան, նայեք, այս կոնկրետ վերջին վարույթը տնտեսական վեճի հիման վրա է, հա, ինչպես գիտենք, Իրանի քաղաքացիների հետ կապված այնտեղ խնդիր է եղել։
տնտեսական վեճ է, հա, այդպես լուրջ, որպես այդպեսին հանցագործություն չէ, այս դեպքում որն էր ԱԾ-ի ներխուժմանը այդ կադրերը վստահաբար դիտել եք, այդպես գետնին տապալելու այդ կադրերը, հատկապես դուք այն падգամավորներից եք, ով հաճախ եք խոսում, հա, ժողովրդավարություն, այսպես, դա նորմալ է նման իրավական։ Եվ քանի որ ես այն падգամավորն եմ, որ խոսում է հաճախ ժողովրդավարության մասին, չի կարող հիմա ստանձնել դատարանի դիրքը եւ ասել համաչափ է եղել գործողություն, թե չէ։ Նայեք, մենք գնահատական պատգամավոր այդ կադրերը դիտելիս։ Ես չեմ կարող, ես դատավոր չեմ, դատարան չեմ, որպեսզի ես նման գնահատական համաչափության գնահատական ժողովրդավար պետություններին տալիս են համապատասխան մարմինները։ Պատգամավորը չի կարող գնահատի իրավապահ համակարգի գործողությունների համաչափությունը։ Պատգամավորը կարող է օրենքի մակարդակով սահմանել իր գործողությունները, իր ունեցած գործիքակազմը, բայց չի կարող սկսել դրանց գնահատական տալ։ Եվ ես քանի որ խոսում եմ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին, երբեք ինձ թույլ չեմ տա վերազանցելով ժողովրդավար հասարակությանը բնորոշ падգամավորի լիազորությունը եւ ստեղ բայց դա խնդրարուց ոչինչ չեք տեսնում։ Ես չեմ կարող, ես գնահատական տալ իրավապահ համակարգին չեմ կարող, որովհետեւ չունեմ այդ գործիքակազմը, գնահատելու եմ բոլոր ռիսկերը, որը նկատել է իրավապահ համակարգային ինֆորմացիան, որը դրա կրողն է եղել։ Ես չպետք է ժողովրդավար հասարակությունում падգամավոր չպետք է գնահատական տա, թե գործողությունները օրինակ, հա, լինեին ձեր թիմակիցներս, էլի կխոսափեք ինչ որ, հա, իհարկե կխոսափեք, որովհետև ես կարծում եմ ժողովրդավար գործընթացները Հայաստանում իդեմս հեղափոխության տեղի են ունեցել, որովհետև ոչ մեկ իր տեղում չի եղել, որովհետև քաղաքական պատվեր է իջեցվել, падգամավորները վերազանցել են իրենց լիազորությունները, այն բոլոր գործընթացները, որ տեղի են ունեցել արձագանք նրա, որ Հայաստանում ընդհանրապես ժողովրդավարություն չի եղել։ Եվ ես չեմ պատրաստվում գնահատական տալ իրավապահ համակարգի գործողություններին, քանի դրա լիազորությունները իմ մանդատի մեջ չեն տեղավորվում։ Չեմ տալու ես գնահատական։ Տիկին Ղազարյան, մյուսը, այ որպես կին падգամավոր, ես կուզեի լսել ձեր կարծիքը նախկին падգամավոր Արեգ Նազմանուկյանի հետ կապված, ինչպես փաստաբաններն են, հա, հայտնում անգամ տեսակցությունն է արգելված իր անչափահաս երեխայի հետ։ Այ սրան ինչպես եք վերաբերվում եւ քանի որ բոլոր այսպես օրենքներով սահմանված է, որ պետք է հաշվի առնել երեխայի լավագույն շահ, այս դեպքում չպետք է ավելի մեղ մեթոդ կիրառվել գոնե այս դեպքում։ Նախ ձեր հարցի ձևակերպման մեջ ես մի խնդիր եմ տեսնում, պետք է արձանագրենք, ասում ենք որպես կին падգամավոր, մեր պայքարը նրա մասին է իրականում, գենդերազգային մարդկանց պայքարը, որպեսզի մենք չպատասխանենք կին եւ մայր, այս դեպքում հանգամանքները փոխվում են։ Չէ, մենք կարանք ունենանք նաեւ հայր, որը ընդհանուր առմամբ ներգրաված է ընտանեկան գործերում եւ հետևանքները լինեին նույնը, եթե կրծքով կերակրվող երեխա չէ բնականաբար։ Իսկ դուք գիտեք, այդ մասով մենք հստակ արձագանքել ենք մի քանի դեպքերում, բայց ինչ վերաբերում է այս մասին, նախ եւ առաջ մենք բոլորս հավասար լիազորություններով եւ հավասար պաշտպանությամբ օժտված մարդիկ ենք, անկախ մեր սեռից եւ քաղաքականության մեջ եւ իրավապահ համակարգի գործողություններում այստեղ տարբերակում չկա։ Ալբանը երեխայի լավագույն շահը, որ կրկնում եմ, հավասար է թե տղամարդ հոր եւ թե մոր դեպքում, որովհետեւ կան հայրեր, որոնք շատ ավելի ներգրաված են երեխայի մեծացման հոգատարության գործընթացում։ Բայց սա մի կողմ դնենք, ելի եմ ասում, ես ամեն մի դեպքի հետևից գնալ չեմ կարող, պետք է ասեմ, ես տեղյակ եմ, որ իրավապահ համակարգը որոշ տեղեկատվություններով մեղադրանք է առաջադրվել, այստեղ ես մեկնաբանություն իհարկե չունեմ, ինչ վերաբերում է տեսակցությանը, Հայաստանում կան ինստիտուտներ, մարդու իրավունքների պաշտպանը, ես վստահ եմ, որ ըստ անհրաժեշտության դրանք արձագանքի։ Ես ձեզանից եմ լսում, որ երեխայի հետ տեսակցությունը արգելված է, անկեղծ ասեմ, փաստաբաններն են նրա հայտնել, իսկ մարդու իրավունքների պաշտպանը արձագանքել էր Գագիկ Ծառուկյանի հետ տեսանյութին։ Հա, եւ վստահ եմ, որ ամեն դեպքին էլ կարձագանքի Տիկին Մանասյանը եւ այս մասով էլ ուզում եմ ասել, որ առհասարակ հարգելով անմեղության կանխավարկածը Աբովյան քրեակատարողականը հարմարեցված է նաեւ երեխաներով դատավճռի հետևանքում ազատազրկման մեջ հանդիսացող մարդկանց համար մենք որպես նաև падգամավորներ հետևել ենք ընթացքին, որպեսզի մարդիկ կարողանան իրենց պատիժը կրել պատվավոր ձևով քրեակատարողականը ամբողջությամբ հարմարացված է նաև երեխաներով այնտեղ գիտեք ունենք դեպքեր, երբ որ երեխաների հետ են, որովհետև տարիքը փոքր է։
Տիկին Ղազարյան, փաստորեն հիմա այնպես է մանդատները բաշխված, որ թեև իշխող ուժ ունի մեծամասնություն, բայց չունի անհրաժեշտ ձայները համանրությունը փոխելու համար։ Նախ ես ուզում եմ իմանալ դեռևս մարտին պետք է հրապարակվեր տեքստը, որն է հապաղելու, այսպես ասած, միտումը, ինչու է տեքստը ամբողջությամբ չի հրապարակվում, որպես հանրությունը լա ծանոթանա եւ մեխանիզմը ինչպես է պատկերացնում, ինչպես է համանրությունը ընդունելու, եթե բավարարություններ չկան։ Այս հարցը հնչեց նաև ճեպազրույցի ժամանակ վարչապետի հետ, նախ ասեմ, ես վարչության անդամ չեմ, ես խմբակցության որպես անդամ հանդիպել եմ Տիկին Գալյանին, Տիկին Գալյանը մեզ ներկայացրել այն փոփոխությունների լայնածավալ, որ նախատեսված են նոր սահմանադրության ընդունման կոնտեքստում։ Տիկին Գալյանի ներկայացումից հետո ես գիտեմ, որ եղել են քննարկումներ ֆրակցիայի ներկայացումից հետո վարչությունում եւ ինչպես վարչապետը արդեն հայտնեց, առաջարկներ են հնչել վարչությունից եւ դրանք հիմա լրամշակման փուլում են գտնվում։ Առաջարկներ են ներկայացվել։ Վարչությունից ներկայացվել են առաջարկներ, այո, քննարկումներ են տեղ ունեցել, կրկնում եմ վարչության անդամ չեմ, սա տեղեկացել եմ վարչապետի ասուլիսից, եթե չեմ սխալվում, նախորդ շաբաթ տեղի ունեցած, եւ ըստ այդմ կլրամշակված տեքստը քննարկման կարժանանա, բայց մենք մեծ հաշվով այն ինչ անում ենք կամ ինչ ուզում ենք անել, մենք չենք թաքցրել քաղաքացիներից եւ մեծ հաշվով ժամկետ կա, որ այսինքն ժամկետում եթե չեմ սխալվում, վարչապետը հենց այդ օրը հայտնեց, որ մինչև տարվա վերջին կհրապարակվի տեքստը եւ նաեւ այս մասով մանրամասն քննարկումներ բնականաբար լինելու են մեր քաղաքացիները ամեն փոփոխության վերաբերյալ վստահ եմ արտադրության նախարարությունը գիրազեկի եւ քննարկումներ կապահովի։ Իսկ ձայների հետ կապված այս պահին այս մասով էլ վարչապետը ասուլիսին արձագանքեց, որ սպասում է իրավաբանների դիրքորոշմանը, բայց ես էլ իմ կողմից պետք է մի բան ասեմ, որ ես չեմ պատկերացնում քաղաքական առումով, որ կարող է լայն պահանջ լինի օրինակ արդարադատության իրավապահ համակարգի բարեփոխումների, բայց այս պահին դուք նկատում եք օրինակ հանրության խոսություն, որպես այդպեսին կարծես չկա։ Չէ, մենք հենց ամենազրույցի սկզբում ասացինք, որ ամենաշատ հնչող հարցը թե ինչու Ռոբերտ Քոչարյանը նստած չի, ինչու ունեցվածքը այսպես համանadrությունը փոխում եք, որ մենք խոսել ենք նաև այս մասին, որ որպեսզի դատական համակարգը քաղաքացիների հետ կապ ունենա, այսինքն չապրի իրենից հասարակությունից կտրված իրականության մեջ պետք է դրա համար փոփոխություններ։ Այս մասին մենք շատ ենք խոսել, վարչապետը եզրափակիչ հանրահավաքի ժամանակ փոխվում է կալանավորումների համար։ Համանդրություն փոխվում կալանավորման համար, այդ դատական համակարգը, նաև դատական համակարգը առողջացնելու համար։ Ատենակալների ինստիտուտի մասին է խոսել վարչապետը մի քանի անգամ ամբիոնից եւ ընդհանուր առմամբ այս դատարաններից դժգոհությունը պարպելու ձևը մենք տեսնում ենք նոր սահմանադրություն ունենալու կոնտեքստում եւ այս մասին է նաեւ վարչապետի ամփոփիչ հանրահավաքը հրապարակում Երևանի կենտրոնում եւ ես կարծում եմ որ այն արձագանքը որը արժանացավ հատկապես այս կտորը մեզ թույլ է տալի ասելու որ պետք է ամեն բան արվի որպեսզի մենք կարողանանք ունենալ հանրաքվե։ Դուք ինքներդ տեքստին այսպես ծանոթ եք թե միայն վարչության անդամներ։ Չէ, մեզ ֆրակցիայի ներկայացվել է մեծամասամբ որքանով հնարավոր է այդ ձևաչափով, բայց ես մի կոնկրետ հարց Ինչպես հասկանում ենք, այնտեղ անկախության հռչակագրին հողում չկա։ Այդ մասով մենք դեռ քննարկում չենք ունեցել ֆրակցիայում։ Բայց եթե դուք հարցնեք իմ դիրքորոշում այս մասով, ես կարծում եմ, որ անկախության հռչակագրին հողում անել պետք չէ։ Անկախության հռչակագիրը պատմական իրադարձություն է։ Ես ինքս արխիվից խնդրել եմ վերցրել եմ սղագրությունները, այն պահին ինքը ընդունվում էր Գերագույն խորհրդում։ Ինքը այդ պահի Գերագույն խորհրդի պատգամավորների կողմից քաղաքական հայտարարության տեքստ է։ Եվ ես չեմ տեսնում անհրաժեշտություն այսքան տարի անց դա վերաքվեարկելու։ Դա այդ իրավիճակի, եթե իրականում դուք նայեք նաև սահմանադրական դատարանի որոշումը, առայն որ նա տարածքային պահանջ չի ներառում, ինքը հստակ տալիս է բացվածքը թե այս անկախության հռչակագիրը իրավիճակի նկարագրություն է եւ այն առաջնահերթությունը որ պետությունը առաջ սահմանել է։ Դե Ղազարյան, բայց մի կողմից էլ եթե ուզում ես առաջ շարժվել, հա, չես կարող այնպես պատմական այդ հստակ պատկերը, որոնց շուրջ կառուցվել է քո պատմությունը, պետությունը, չես կարող դա մի կողմ թողել։ Իսկ դա այսպես է, չէ՞ որ անկախության հռչակագիրը մեր պետական փաստաթուղթն է, այսպես ասած անձնագիրն է մեր պետության։ Հա, շատ լավ, ինչին կա կարիք ունի վերաքվեարկության եւ որ իրականում ինքը եւ որ հայտարարում է վստահ եմ քաղաքացիները գիտեն նախաբանում վերամիավորման ակտի մասին ինքը 10 օր անց խախտվում է եւ ինքը այլևս իրականում այդ 10 օր անց եթե նույնիսկ այդ պահին որոշեին վերաքվեարկության հարցն ինքը արդիական չէր լինելու եւ ես ուզում եմ հասկանամ ինչ է այսքան ժամանակ անց անկախության հռչակագիրը որը պատմական փաստաթուղթ է եւ
ինքը գոյություն ունի այդ ժամանակի մեջ, ինչի պետք է մեր քաղաքացիները այսօր վերաքվեարկեն։ Ես չեմ կարծում, որ անկախության հռչակագիրը մի փաստաթուղթ է, որը վերաքվեարկման կարիք ունի։ Ինքը այո, պատմական իրադարձությունն է, իրավիճակի նկարագիր է, այո, նա վեր է հանում պահի անհրաժեշտությունից բխող մեր առաջնահերթությունները, բայց արդյոք ինքը այս պահին վերաքվեարկության իմաստ ունի առհասարակ։ Ես խիստ կասկածում եմ։ Եվ եթե թիմում լինեն քննարկումներ այս մասով, այս վերջնական որոշում այսքան չկա։ Մենք այդ մասով քննարկում չենք ունեցել, որպեսզի ունենանք նաև վերջնական որոշում։ Տիկին Ղազարյան, ուզում եմ խոսենք մի փոփոխության մասին, որը վերջերս եղավ, խոսքը դրսում ապրող քաղաքացիների, այսպես ընտրական իրավունքը սահմանափակելու, հանրակրվեն մասնակցելու, այ հստակ մեր սահմանադրության մեջ գրված է, որ 18-ից բարձր ցանկացած անձ կարող է ընտրության մասնակցել։ Հիմա ասում են, որ այս փոփոխությամբ դուք մարդկանց իրավունքներ ընտրության ոտնահարել եք, թեկուզ եւ դրսում եմ ապրում, բայց իրենք այստեղ հա շրջանառություն են ապավում, այնտեղ աշխատում են, այստեղ գումար ուղարկում եւ ըստ այդմ իրավունք ունեն նաեւ այստեղ փոփոխություններին կարեւոր մասնակցել։ Ինչու եք դա Հիմա տեսեք, 2007 թվականին Ռոբերտ Քոչյանի օրոք Ռոբերտ Քոչյանը արգելեց քվեարկել ՀՀ քաղաքացիներին, որոնք այդ պահին գտնվում են արտասահմանում։ Օրինակ հանգստի, օրինակ իրանք միշտ ապրում են Հայաստանում եւ այդ պահին մեկնել են հանգստի։ Սահմանափակում է սա, թե չէ, այդ ձեր ասած սահմանադրական նորմի։ Բայց դուք ասում եք մենք ժողովրդավար ենք Ռոբերտ Քոչարյանը, ոչ տարբերություն։ Սա մենք ասում ենք առայն, որ սահմանադրական նորմը, ըստ մենք Ռոբերտ Քոչարյանին չենք համեմատում, համեմատում ենք սահմանադրական նորմը, որը սահմանափակվել է եւ սահմանադրական դատանի կողմից հակասահմանադրական չի ճանաչվել, որովհետեւ ես ունեի օրինակ ընկերներ, որոնք պլանավորել էին իրենց հանգիստը եւ այդ օրը ընտրությունների չեն մասնակցել այն բանով պայմանավորված, որ չեն գտնվել Հայաստանի Հանրապետությունում։ Իրենք ստեղծում են այստեղ, ստեղծագործում են, հարկ են վճարում, արժանապատիվ քաղաքացի են, բայց այդ բանը չեն գտնվել։ Եվ հակառակ կողմից ենք հիմա հարցի գալի են մարդիկ, ովքեր ըստ հարաբերակումների տասնյակ տարիներ չեն գտնվել Հայաստանում։ Նույնիսկ հանձնաժողովի անդամները, երբ որ տեսել են մարդկանց այդ հոտ զանգվածը, նույնիսկ չեն ճանաչել, իդենտիֆիկացրել իրենց։ Այսինքն ասել են, սրանք մեր հանձնաժողովականները լինում են համայնքի սովորաբար բնակիչներ, ովքեր դեմքով գիտեն իրենց հարևաններին եւ այլն։ Եվ մենք ունենք նման հոսք նման զանգված այդ սահմանափակումը ամբողջությամբ տրամաբանական է գտնվում հաշվի առնելով արտաքին սպառնալիքները։ Իսկ այն քաղաքացիներ, ովքեր օրինակ ուսանողական ծրագրով են կան աշխատանքի, նրանց հարց ինչպես է լինում։ Եթե որպես ուսանող մեկնել են սովորել։ Եթե դուք գտնվում եք գործուղման մեջ, դուք հնարավորություն եք պետական գործուղման սահմաններում դեսպանատներում քվեարկել եւ գիտեք էլեկտրոնային քվեարկություն տեղի ունեցել, որի արդյունքները արտացոլվել են ընդհանուր առմամբ, իսկ ուսման նպատակով դրսում ուսանողները չեն ունենա այդ հնարավորությունը, բայց դա մենք չենք սահմանափակում։ Ուզում եմ հիշեցնել, որ արտերկրում գտնվողների այդ պահին քվեարկության օր սահմանափակելու ընտրելու եւ իշխանություն ձևավորելու իրավունք սահմանափակվելը դեռևս 2007 թվականին, երբ որ այդ հստակ նորմա ընդունվել է։ Տիկին Ղազարյան, փաստորեն նոր ազգային ժողովում այսպես ղեկավարության կազմն է փոխվել, նոր պատգամավորներ են լինելու, այ այս աշխատանքը ոնց եք պատկերացնում, քանի որ հաճախ են, հա, այսպես օրինակ ասում, այդ եկեք տեսեք ձեզ ինչ ենք անելու, դաստիարակելու ենք, այս խոսույթի պայմաններում աշխատանքը համատեղ ոնց եք պատկերացնում, եւ ես ուզում եի նաեւ թե արդեն հա քննարկվել է, ուզում եի իմանալ ինչու որոշում կայացվեց նախագահի փոփոխության։ Շատերը ասում են, որ սա արտաքին քաղաքական որոշում է, շատերը ասում են նաեւ, որ վարչությունում, այս սա անձի հանդեպ կոնկրետ որոշում էր, թե Սկսեմ պարոն Սիմոնյանի հարցից, ես այս մասին խոսել եմ մի քանի տաղավարներում, 20 անհատ փակ ծրարով քվեարկել է, ոչ մեկ չգիտի ամեն մարդու մոտիվացիան որն է եղել։ Պարոն Սիմոնյանը իսկապես լավ ԱԺ-նախագահ է եղել, բայց ես չգիտեմ ու չեմ կարող մեկնաբանել, թե վարչության ամեն անդամ, երբ որ եղել է առանձնացված, ոնց է որոշել, թե ում է տեսնում հաջորդ ԱԺ-նախագահի պաշտոնում։ Արտաքին միջամտության մասին խոսել է իսկապես անիմաստ է։ Ռուբեն Ռուբինյանը օրինակ թուրքական կողմի հետ է, այսպես որպես ես գնաց լավ լավեցնել, որ խաղաղության օրակարգի ամենամեծ ջագդագովներից եղել է եւ կա Ալեն Սիմոնյանը եւ պարոն Սիմոնյանը հրաշալի կարողացել է աշխատել նաեւ դուք գիտեք Ադրբեջանի խորհրդանի նախագահի հետ IPU շրջանակներում հանդիպումներ, խոսակցություններ եւ առհասարակ այս արտաքին միջամտությունը չի կարող տեղ ունենալ, որտեղ ասում եմ ոչ մեկ չգիտի վարչության ամեն անդամ եւ որ եղել է մենակ իր ծրարի հետ, ինչպես է որոշել թե ում է քվեարկելու։ Իսկ ինչ վերաբերում
վերաբերում է ուժեղ Հայաստան խմբակցությանը, ուզում ասել, որ չեմ կարծում, թե իրենց ոճով առանձնապես տարբերվելու են Հայաստան դաշինքի պատգամավորներից եւ իրենց էլ 5 տարի անց սպասումներն ինչ որ Հայաստան դաշինքի ուղիղ կիսով չափ պակասելու են իրենց մանդատները, որտեղ ակնհայտ է, հատկապես ուժեղ Հայաստանի մասով, որ իրենք պարզապես ապա քաղաքական անցորդների հավաք են, իրենք անձեռնային խելությունից զրկվել են ընտրությունների ձևավորված արդյունքում։ Ուժեղ Հայաստան դաշինքը եկավ խորհրդան 26 պատգամավոր, հիմա 10 պատգամավորով լինել են երկրորդ ընդդիմադիր ուժը, իրենք հենց մի բան ունեն, իրենցից շատերը իրականում մի պատիվ իրենց եղել են քաղաքական գործիչներ, ունեցեն քաղաքական մի ուժեղ Հայաստանի, երբ որ ցուցակը վերից վար նայում ես, ապա քաղաքական մարդկանց անցորդ է։ Իրենց լավագույն դեպքում ինչ իրենց հետ կարող տեղի ունենա, դա լինել Հայաստան դաշինքի գրել դաշինքի Հայաստան դաշինքի ճակատագիրը, որովհետև այս մարդիկ գալու են խորհրդան եւ բացառապես զբաղվելու են կամ սեփական նորեն, բայց թե գալու են ազգային ժողով քննարկումների մասնակցել։ Ովքեր են իրենք օրինակ։ Դե որևէ մեկն էլ այդպես քաղաքական մտքով Տիկին Ղազարյան գալիս են ու հետո ընթացքում են, չէ։ Դե գիտեք, ես Հայաստան դաշինքի մասին օրինակ այսպես չի արտահայտվի, որտեղ Հայաստան դաշինքը ակնհայտորեն ուներ դաշնակցական թեև 150-ամյա պատմության կրողներ են իրենք, քաղաքական միտք ունեին, այնտեղ Կարկոչյանի թևը, այսպես ասած, որ կրկին փող նախագաներ ունեն եւ այլն, ամեն դեպքում ինչ որ քաղաքական անցյալով մարդիկ են։ Ուժեղ Հայաստանի հարցազրույցները եւ որ նայում ես, պարզապես ապշում ես քաղաքական մտքի զրո գոյություն եւ միաժամանակ իրենք իսկապես որևէ հետագիծ չունեցող քաղաքական ուժ են, որովհետեւ օրինակ մեզ էլ կարող եք ասել, մենք եկանք խորհրդարան, երբ որ մեզ ոչ մեկ չէր ճանաչում, բայց ես իմ հետևում ունեի 10 տարվա առավելագույնը քաղաքական փողոցային պայքարի պատմություն եւ մենք ինչ էինք անում, մենք տարբեր հասարակական շարժումներ էինք ձևավորում, ակտիվ պայքարում էինք, փողոցային պայքարի անցյալ ունեինք մեր հետևում, փորձում էինք տարբեր կուսակցությունների հետ համագործակցել։ Այնտեղ կան փաստաբաններ, իրավաբաններ։ Դե տեսնենք, կա Գոհար Մելոյան, ով չգիտի, որ Կիրանցը անկլավ չէ։ Տեսնենք, սահմանագրագետ։ Պետք է նաև նրանց, ըստ Դոնթի Բանացևի պաշտոններ ազգային ժողովի փոխնախագահով հանձնաժողովի նախագահների ընտրելու եք նրանց թեկնածուներին, թե օրինակ ինչպես Հայաստան դաշինքի ժամանակ եղավ, ինչ որ փուլում զրկելու։ Չէ, մենք Հայաստան դաշինքում ուզում հիշեցնել, որ բոլորին ընտրել էին։ Չէ, մենք ունենք փոխոսնակ, չէ, զրկվել է միայն փոխոսնակը, Իշխան Սաղաթելյանը բացակայության հիմքով, մնացածի ինքնական հոժարական հրաժարվել են, բացի Թագուհի Թովմասյանից, ով մնաց Մարդուրանքների պաշտպանի այդ հանձնաժողովի նախագահ, բոլորը հրաժարվել էին, ուզում հիշեցնել, բայց մենք իրենց թափուր տեղերում ոչ մեկի չենք առաջադրել։ Այդ բոլոր պաշտոններ թափուր են մնացել, իսկ ինչ վերաբերում է ուժեղ Հայաստանի ֆրակցիան քննարկում կունենա եւ ըստ այդմ կորոշի։ Տիկին Ղազարյան, եւ վերջում ցես թեման չեն կարող քննարկել, փաստորեն այս պահի դրությամբ դեռ սահմանափակումները, ապրանքների այսպես արտահանման շարունակվում են ու ամեն օր տեսնում ենք տեսանյութերում, որ քաղաքացիները դժգոհում են, բանջարեղենը իրենց չեն կարողանում դրել, ծաղիկներն են մնացել, օրինակ երբ որ որոշ ժամանակ առաջ Ուրսուլա ֆոն դեր Լայնը եկավ, այսպես տպավորություն էր ստեղծվում, որ եկել է հստակ առաջարկով եւ ասում է տեսեք, մենք ձեզ այլընտրանք եք առաջարկում եւ եվրոպական շուկան ձեզ մրբացում ենք։ Այդպես էր, թե սա ընդամենը Չէ, նախ եւ առաջ այդպես է եւ արդեն տեղի ունենում հայկական ապրանքների մի ստվար զանգված արտահանվում են դեպի Եվրոմիության տարածք, իսկ այն ATM-ի մասին, որի մասին խոսեց Տիկին ֆոն դեր Լայնը եւ դրանից հետո մեր նախարարությունը շատ հստակ ձևակերպեցին, որ սա մի գործընթաց է, որը պետք է անցնի ներքին ընթացակարգերով, այսինքն ազգային պետություններում հաստատվի եւ հետո արդեն արժանանա խորհրդանի հաստատմանը, բայց այն, որ հանձնակատարը արդեն խոսում է այս արտոնության մասին, մեծ բան է։ Ուզում եմ մեր քաղաքացիներին վստահեցնել։ Բայց մեր շուկան պատրաստ է, օրինակ ասում են լաբորատորիաների խնդիր կա։ Լաբորատորիաների եւ ստանդարտների մասին մենք շատ վաղուց արդեն խոսում ենք, մի քանի տարի, մի քանի փաթ հետո մենք աջակցություն ստացել ենք Եվրոմիությունից, գրեթե 1 միլիարդ հենց այդ կարողությունների զարգացմանն են ուղղված եղել, մի մասը կենտրոնական բանկի միջոցով ՓՄԶ ոլորտին, մի մասը էկոնոմիկայի նախարարության կողմից եւ ուզում եմ վստահեցնել, որ այս մասին խոսակցություն նոր չի եւ տեսվարողները առհասարակ տեղյակ են եւ կարող եք արդեն նկատել խանութներում, թե շշալցված ջուր այլ ամպրանքանիշներ, որոնց վրա գրած է, որ Եվրոմիության արտահանման ենթակա է։
մենք ունենք տարբեր նյութեր, տարբեր ապրանքներ, որոնք կարող ենք արտահանել։ Ուզում եմ հիշեցնել, որ երբ որ մենք դեռ օգտվում ենք GSP+ համակարգից, գրեթե 6000 ապրանքանիշ Եվրոմիության արտահանման ենթակա էր եւ 300-ից ավել արտահանվում էր դեպի Եվրոմիություն։ Այնպես չէ, որ մեր շուկան պատրաստ չէ փոփոխությանը։ Ուզում հիշեցնեմ, կառավարությունը մի շարք ծրագրեր օգտագործել է, օրինակ սուբսիդավորել գնի հարկի մի մասը, եթե բացի ԵԱՏՄ շուկայից տնտեսվարը նաև կուղարկի դեպի Եվրոմիության։ Ես գիտեմ, որ թեթև արդյունաբերության ներկայացուցիչներն են դիմել եւ փորձել են արտահանել։ Այսինքն սա մի գործընթաց է, որի շուրջ աշխատանքները նոր չեն մեկնարկել եւ այն հանգրվանը, որ Ուրսուլա ֆոն դեր Լայնը Երևանում հայտարարում է սրա մասին, դա երկարատև կատարված աշխատանքի արդյունք է, թե դիվանագիտական թե տնտեսական։ Բայց որպես այլընտրանք կարող է դիտարկվել, օրինակ ասում եմ, որ դա ասում են չէ, հա, դա այդպես է հստակ թվերն են դրա մասին խոսում, որ այս պայն հայաստանական շուկան մեծ մասամբ կապված է, փոխկապակցված է թե արտահանմամբ, թե այլ, հա, այսպես միջոցներով ԵԱՏՄ շուկայի հետ։ Եվ այնպես չի, որ այդպես հեշտ հարց է միանգամից ԵԱՏՄ-ից գնալ ԵՄ, որտեղ ստանդարտները լրիվ այլ են, այլ մոտեցումներ։ Լրիվ այլ չեն, շատ դեպքերում մոտարկված են, բայց այստեղ ես չեմ ուզում մենք հակադրենք երկու գործընթաց, որովհետև կան ԵՄ անդամ պետություններ, որոնք ակտիվ առևտուր ունեն, նաև այս պատերազմի օրերին Ռուսաստանի հետ։ Ոչ մեկ չի սահմանափակելու գործարարների, տնտեսվարողների հնարավորությունը Ռուսաստանի հետ շուկայի առևտրի։ Իրենք են ասում, պետք է ընտրություն, հա։ Ընտրում ես ռեժիմի հարցն է։ Դու ընտրում ես թե որ մաքսային միության անդամ ես լինում, բայց կան ԵՄ անդամ պետություններ, որոնք լինելով ԵՄ մաքսային միության անդամ, առևտուր անում են Ռուսաստանի Դաշնության հետ։ Այսինքն այստեղ ռեժիմի ընտրության հարցը եւ ոչ մեկ չի սահմանափակելու տնտեսվարողին։ Ուզում հիշեցնել, որ երբ որ Վրաստանը հնարավորություն ստացավ այս նույն գործիքակազմից օգտվելու, նա զուգահեռաբար Ռուսաստանի հետ իր առևտուրը շարունակում էր երկու պատճառով։ Բրուսելյան բյուրոկրատիան որոշ տնտեսվարողներին դժվար էր տրվում եւ երկրորդը իներցիան։ Տնտեսվարողը ուներ ծանոթ շուկա էր Ռուսաստանի համար ուներ ծանոթ խանութներ, որտեղ օրինակ կարող էր արտահանվել իր ապրանքը, բերքը եւ այլն։ Այսինքն այս հակադրությունը մաքսային ռեժիմների ընտրության մասին է, տնտեսությունը տնտեսվարողը ազատ է արտահանել իր ապրանքները։ Շնորհակալ եմ ձեզ Տիկին Ղազարյան զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում զրուցում ենք ազգային ժողովի պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ։ Շնորհակալ եմ եթերին հետևելու համար, կհանդիպենք։